Սովորական օր Երևանում ուժգին քամին փոշին ու աղբնոտ է հանել, քաղաքը պարուրել, վարդագույն Երևանը գորշ մոխրագույն է։ Բնականաբար իմ բոլոր հարյուրավոր շինհրապարակները եւ մոտ 3 տասնյակ բաց հանքերը, որոնք որ կան Երևանում եւ նրա շրջակայքում, այդ տարածքներից չկարողացող փոշին բարձրացել էր երկինք եւ տարածել։ Բնական է, եթե պետք է լինի, որտեղ դա մենք ենք հասցրել այդ օրին։ Նոր օրենք էր, որ պիտի հատուկ ցանցերով շենքերը փակեն։ Քանի տեղ կարող եք ցանցապատ շենք տեսնել, շատ քիչ։ Այսինքն այն նորմերը, որ տալիս է եւ Քաշինը, քաղաքապետարանը, այդ ամեն ինչը չի իրագործում։ Փոշու հարցում հասել ու հատել են հնարավոր ու անհնար կարմիր գծերը, բնապահպաններն այս ահազանգը տևական ժամանակ է հնչեցնում են։ Մասնագետները պնդում են, Երևանի հատկապես կենտրոնական տարածքներում շնչելը խիստ վտանգավոր է դարձել։ Այստեղ հիշենք, որ ամիսներ առաջ օրինակ Պարոնյան փողոցում առցանց տարբեր հարթակներ հորդորում էին ոչ ավելի, ոչ պակաս հակագազ կրել։ Փոշին բնականաբար շատ վտանգավոր է, որովհետև իր մեջ ծանր մետաղներ ու ինչ ասես պարունակում է, որ փոշին շնչում են մեր երեխաները։ Արդյունքը գնալու է այնտեղ, որ Երևանում ապրող մարդու ընդհանուր գլոբալ վերցրած կյանքը ավելի կարճ է լինելու։ Էկոլոգիական ճգնաժամը հաղթահարելու համար ըստ փորձագետների նախ հստակեցնել է պետք պատասխանատու կառույցները։ Չմոռանանք նաև կլիմայական փոփոխությունները։ Խնդիրն արձանագրելուց բացի քայլ-քայլ հաշվարկենք, ինչ ենք անում։ Եթե մենք ուզում ենք այդ խնդիրը լուծվի, մինչև անտառապաշտպան շերտերը չվերականգնեն Երևանի ու ամեն ինչը որ արվում է, այդ հանքեր, շինարարություն եւ այլն, այդ շարունակի ոչ մի խնդիր հնարավոր չի լինել։ Փրկարար ծառայությունն էլ ի դեպ հաղորդում է, որ 3 ուժգին քամու հետևանքով 57 արտակարգ դեպք են գրանցել երկրում, որից 44-ը միայն Երևանում։ Տանիքների թիթեղներ, հեղեղատար խողովակներ են վնասվել, ծառեր տապալվել, ահա դրանցից մեկը մինչև վերջին արմատը կտրվել է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական,